Այսօր դուք կտեսնեք իմ 5-օրյա հանգիստը Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքի ամենաշքեղ, ամենաթանկ 5 աստղանի Rixos հյուրանոցում, որտեղ ճաշակել եմ ամենահամով ուտելիքները, ընտրել եմ շատ թանկ ռեստորաններում եւ վիլաներում։ Իսկ վերջում ծովը այնքան էր հետ գնացել, որ կարողացա բռնել ծովային կենդանիների։ Շնորհակալություն հաղթամար տուրին այս թույն հանգիստը կազմակերպելու համար։ Ժողովուրդ շատ էի գրում, որ գնաց Եգիպտոս անպայման վլոգ նկարի ու ձեր շատերի խնդրանքով հիմա տեսնում եք միանգամից համարիցս ահա որ մեծ համար է, Rixos հոթելն է, գիտեք ոնց է, ահա որ մեծ համար է, ահա որ, սենց մեծ համար չէի տեսել ես, գլխավոր դռնից մտնում ես մի հատ այս շափի սենյակ է, մտնում ես այդտեղ մի հատ էլ է այս շափ, այսինքն այս ինչ տեսնում եք, մի հատ էլ կողքը կա, բաղնիքը ցույց տամ ինչ մեծ է։ Այս սենց մտնում ես, այդտեղ մի հատ վաննա կա, մի հատ վաննա, մի հատ զուգարանյա, մի հատ դուշ, հլստե, երկու հատ լվացարան, խնդրեմ, ստենց ուղիղ գնում ենք դեպի բալկոն, ու հիշացնեմ ես նույնից մի հատ էլ կողքը կա ու այդ մի համարի մեջ է մտնում այդ ամեն ինչը, խնդրեմ, բացվում է դռները ու այսենց մի հատ տեսարան, խնդրեմ, շատ մեծ հոթել է ժողովուրդ, շատ մեծ։ Այս մեքենաներով ձեզ տանում են այս մեծ հյուրանոցի, ասենք մի ռեստորանից մյուս ռեստորանը, բան, ահա որ մեծ է, լիքը տաքացվող բասեիններ, ծովը կպած է, նայեք, ընդամենը մի քանի քայլ ու կարմիր ծովն է։ Կխնդրեմ լայքերով ու կոմենտներով պատժ կանեք, անպայման բաժանորդագրվեք ալիքին։ Լրիվ մենակով եմ մի խոսքով այս վլոգը նկարում։ Հեսա ուտելու ժամն է գալիս իմինջ այլոց մի 10 րոպեից կարանք իջնենք, տեսնենք ռեստորանում ինչ կա ու մի քանի ռեստորաններ կա։ Ձուկ է սիրում ձկի համար, ձկնեղեն, այդ ծովամթերք, մի հատ առանձին ռեստորան կա։ Ու ես նշեմ, որ սովորական վլոգ է, ինչ-որ challenge չի, 24 ժամ չի, եսի ինչ չի, հել սովորական վլոգ ցույց եմ տալու ոնց անցավ իմ մոտ այս 5 օրը Եգիպտոսում։ Այդտեղ իրականում մի 5 տեսակի բան եմ վերցրել, այս օրինակ էփած ձուկ է, այս ֆիլե է ձկան, շատ համով, այս կալմարով ինչ-որ ճաշ է, այս հավա գրիլ արած, այս է սոուսները։ Այս էլ բասեինն է ժողովուրդ, բասեիններից մեկը կարելի ասել, որտեվ բեսամ շատ է, էլի, սիմենի ավելի շատ։ Այնտեղ վերևը, սենց որ հիմա նայենք, այնտեղ վերևը 1, 2 հատ, դաժե 3 հատ հələ բասեին կա, շատ մեծ էլի։ Այս ավտոբուսներն էի ասում, սենց այնքան մեծ է հյուրանոցը, սրանցով սենց տանում բերում են։ Ասենք իրանք հիմա այն հյուրանոցի մյուս մասից եկել են ստեղ։ Ակվապարկ սիմուլյատորը հիշում եք, չէ՞։ Հիմա իրականն է, նայեք։ Նատ ահա որ մեծ ակվապարկ հենց էլի հյուրանոցի տարածքում։ Ափսոսներ մի կամերան չեմ վերցրել, երևի կխնդրեմ կնկարեն կողքից, տենամելը որը չեմ վախենա կնստեմ։ Խոսքով շատ բոմբանստում է, մեկը մի մոռացեք, լայքերը մի հատ դրեք ու բաժանորդագրվեք ալիք, կոմենտներն էլ եմ ձեր սպասում, ինչպես միշտ ուշացա, մինչև սպասեցի մի երկու հոգի գցվի, որ ես հետո իշտեմ, ասին փագա, վсё, մնաց վաղը։ Ակվապարկից հետո մտանք մի քիչ բասային, հարմար չէ դե նկարելը, ինչպես տեսնում եք, արդեն առաջի օրն է ու կարմրել եմ, ես вообще շատ սպիտակ եմ, էլի, մի քիչ կարելի է հանգստանալ, ինչով իրիկունը ուտելու ժամը կգա։ Մինչերից էս էլ սաղ all inclusive է, ստեղ ինչ ուզենք կարանք վերցնենք, ամեն օր վերում լցնում են։ Մանգոյի սոկը ես կվերցնեմ։ Լեկիկ, տենանք դուսը ինչա կատարվում։ Օրալը մութը ոնց հանգ է։ Անոնց է հովա, չեք պատկերացնի, նայեն մարդ չկա, դե իրիկունը բասայինները փակվում է, բայց իդեալական է եղանակը ժողովուրդ, ես ասում եմ 2 անգամ եմ եղել, 2 անգամն էլ օգոստոսին եմ եկել, հիմա մարտն է, սենց տապը չկա էլի, սենց վայելում ես իրոք։ Համարը մագին հանգստացա, հիմա գնում եմ ռեստորան հաց ուտելու, որ հեսա արդեն ժամը 9-ին էլ մի ժամ ու կեսել պետք է գնանք հաց ուտելու։ Իխասկով պետք է անպայման պարենք այդ հաց ուտելու մոմենտը էլի։ Այստեղի խոհարարներն են, հելո։ Ոնց որ հայրեն գիտի արա։ Ամեն սեղանի մոտ իր մաղալը ունի, տենց գալիս են աշկիտ առաջ ցույց են տալիս հումնիսը, հենց իդեալական վիճակ է ու ոնց հասկացանք մսեր կան, որ Արգենտինայից են ներմուծում, որ բեսամփ լավը լինի։ Այդտեղ կարաս համ քո ձեռքով պատրաստես կամ խոհարարները կարան պատրաստեն, մատուցեն, էլի։ Հենա մեր աչքի առաջ ամեն ինչ տեղի ունենում, ինչպես տեսնում եք։ Ինչպես միշտ սկումբրիա, թավ, շարի տարած չէ, գրիլ արած, այդտեղ էս խոզի միսա, մեկը մեկից համով ժողովուրդ։ Բոմբա ուղղակի։
Բարի լույս, արդեն երկրորդ օրն է, շատ լավ քնել եմ, քնած եմ մնացել։ Հիմա ոնց տեսնում եք, շատ արագ քայլերով գնում եմ նատ նշանակված տեղ կա, մեզ պետք է այսօր ջրի վրա նախաճաշ մատուցային, բայց մի կես ժամ ուշ եմ գնում հենց հիմա, կարող է գնամ էլ մարդ չլինի։ Եթե մարդ չլինի, պետք է գնանք այն Subway-ը, սովորական ռեստորանը, եթե չհասցրի հիմա էլի, հեն են մերոնք, այնա մարշրուտի մեջ ինձ են սպասում, պաստորեն հասցրի։ Իրար հետևից գնում ենք։ Հա, մոռացել էի ձեզ ասեի, տապշկիկս մոռացել եմ Երևանում, կհանդիպենք վիլայում։ Հասանք վիլա, Myers Aftershop, տեսնենք ես կարմիր ինչա, ոչ մեկ չի վերցրել, hello, դզեց, կլուբնիկի սոկա, այսը նայեք ինչ բոմ տեղ է, այստեղ կարանք իջնենք, նախաճաշը ստեղ վայելենք։ Ջուրն է ահավոր տաք է։ Տղաներ եւ աղջիկներ, Saint Hove-ը ինձ տվել է իր կամերան, որպես ես ավելի լավ ձեզ ցույց տամ, թե որտեղ ենք մենք։ Ներկա պահին վիլայում ենք ու պատրաստվում ենք այստեղ նախաճաշել։ Սեղանը ձեզ ցույց տամ։ Հիմա որ ուզում եմ սեղանը ցույց տամ, ոնց պետքա ցույց տամ։ Չգիտեմ, երևում է թե չէ։ Տեսնում եք ինչպիսի սեղան են մեր համար դրել։ Եվ այնուհետև այս համովությունները համտեսելուց հետո մենք պատրաստվում ենք ցատկել լողավազան եւ արդեն համտեսել լողավազանում մնացած համովությունները։ Ուրեմն հենց նոր իմացա, որ այս վիլան հիմա որտեղ որ կանք եթե մի շաբաթով բրոնյա անեք, $60,000 է։ Կամ 30։ 30,000, 30-ից 60,000։ Ժողովուրդ ուզում եմ երկու բառով կիսվեմ ինչա կատարվում ընդհանրապես։ Այսօր ծով չգնացի, ծովը ասեն սառն է, ես որ տենց չգնացի, հավես չարեցի, բայց փոխարենը բասեին գնացի, ահագին լավ ժամանակ անցկացրի իմ համար բասեինում, այնտեղ հաց մաց ուտելով, բան, այսօր համարյա ոչ մի բան չեմ նկարել ձեր համար, բայց իրիկունը գնալու ենք այն ծովամթերքով լի թույն ռեստորան, այդտեղ ձեզ կնկարեմ, ձեզ չեմ նկարի, ծովամթերքը կնկարեմ, որ դուք տեսնեք։ Հա ու ասեմ, որ եկել եմ սենյակ, արդեն աշխատողները ամեն ինչ հավաքել են, սիրուն դասավորել են, չիպսեր են բերել ինձ կեչուպի համով, ստեղ տակը սոկեր են ավելացրել, սիրուն հնանկողին են փոխել։ Մի խոսքով չգիտեմ, շատ է ինձ դուր գալիս է հյուրանոցը, Ռիքսս Ռադամիս։ Այն որ հենց հիմա դաժե են, որ ասում են ջակուզի բան առավոտը, էդի հենց հիմա բաց է, կարամ գնամ, պրոստը այնց հավես չեմ անում, ինչ ջակուզի։ Hi, did you just move here? Ռեկլամները առաջ մի տվեք։ Հաջող ձեզ։ Ուզում եմ ձեզ ցույց տամ այն նավերը, որ նոր ասում էի։ Մենք մի 2 օրից սրանով պետքա սենց ճանապարհորդենք, սենց գետ է, էլի։ Ամբողջ հյուրանոցի տարածքով արհեստական գետ են սարքել, բայց մենք կունենանք սենց փոքրիկ ճանապարհորդություն ու անպայման այս վլոգը մինչև վերջ նայեք, որ տեսնեք, թե ինչքան գեղեցիկ է ու ինչ սենց ու որտեղ երկով կգնանք։ Վստահ եմ, որ շատ սիրուն տեղեր է սպասվում, հեսա նայեք։ Հեսա շատ սիրուն է, շատ հետաքրքիր է լույսերով։ Եգիպտական նավերն է, էլ այն պատմությունների մեջ տեսած կլնեք, որ բուրգերը իբր ոնց են գետերով բերել քարերը, նավերով բերել են, հետո բուրգերն են սարքել, ասենց այտենց տեսած կլնեք, այն ամենահին նավերից է, էլի։ Այսինքն թույն առավոտ Շարմ էլ Շեյխի Եգիպտոսի ամենաթույն հյուրանոցում, խնդրեմ ել ինչ թույն եղանակ, այսօր վերջապես կգնամ արդեն ծով, վաղը, որովհետև արդեն անձրևային եղանակը, մի քիչ ոնց տենում եք քամի կա, բայց քամին լավ է, արևի հետ միասին։ Իմ ընջելոց եղանակը ասամ շատ լավ է, իսկական Եգիպտոս գալու համար սենց թույն եղանակ է, որովհետև ես 2 անգամ եմ եղել Եգիպտոսում, 2 անգամն էլ օգոստոսին ու ահավոր սենց քրտնում էինք, ահավոր սենց շոկ սենց իզդիվացստվա էր էլի, հեն ագինը մարդ կա, հենց նոր է բացվել, խնդրեմ, ստե մրգերը, օրո գուավայի համար գժվում եմ, շատ օգտակար ու համով միրգ է, ստեղ քաղցեղենն է, օրո լստեղ ինչ ձուկ են եփում, լստեղ ինչ մեծ ձուկ է, Всё լավ, նա տապսը վերցնեմ, հələ ընտրեմ, շատ մեծ է, ամեն ինչը ստեղ մեծ է, թե տարածքը, թե համարները, թե խոհանոցը, թե ձկները, ընթացքը չնկարեցի, բայց ինչպես տեսնում եք, մտա Adidas-ի խանութը թալանեցի, բառից բուն իմաստով, ես Adidas շատ եմ սիրում, ստեղ այնքան տեսականի կար, որ Երևանի Adidas-ում
մեծ մասը չկար, հենց մի քանի բան վերցրի, ես այ շորցիկը մայքեն շատ լավ որակա, հենց որ հա ու ծախսեցի մոտ 90,000 դրամ։ Անընդհատ վլոգի համար եմ կադրեր հավաքում, մոռանում եմ լիքս թորիներ անեմ ձեր համար։ Առավոտը նախաճաշը բաց եմ թողել, հիմա արդեն երկրորդ ժամն է եկել հաց ուտելու, գոնե հիմա հաց ուտենք։ Եկեք մի երկու բան ձեզ ցույց տամ, էլի։ Հեսա, օրինակ այստեղ տարբեր տեսակի բանջարեղեն ես ուզում, բանջարեղեն կա, ասենք ուրիցա ֆախիտ ասենք, սնկով, հավով, թույն ապուրներ, ստեղ են իմ սիրած ձուկն է։ Մի անգամից ասեմ, որ ինչքան է որ steak house ենք եկե, ծովամթերքը անբաժանելի մաս է, էլի ծովամթերքով Արտուր Բարսելոնա Ստեղի լյուբոյ ծովամթերքով սուպ բոմբա, պտի որ էս էլ բոմբը լինի։ Օր 4-ն է, ես թե 3-ը, որ օրն աստենք։ Հաջորդ օրն է, այսօր պտի իբր ծով գնայի, էլի ծով չգնացի, հիմա գոնե որոշել եմ գնամ ակվապարկ, են որ անցած անգամ ուշ էինք էլի գնացել չհասցրինք նորմալ վայելենք, բայց այսօր ագին բասեին եմ մտել, լավ ծևացել եմ, վարվել եմ։ Հաբիբի, այս էլ մեր ակվապարկն է, պրոստը չգիտեմ, արժի նստել թե չէ, ինքիչ վախում եմ, այս հյուրանոցում չկար ակվապարկ, ես հենց երեք են բացել, ոնց որ մեր բախտից լինի, էլի։ Գնացիք, դավայցիք։ Sorry? What is? Չացրել, հեն։ Ահա որ էլ պրոստը, ես ինչ վտանգավորիչ հանք, չեք պատկերացնում։ Նայեք դե հիմա եգիպտական բժիշկությունը ոնց է գործում։ Ես լավ մռմռում ա լուրջ ամա։ Ահա զղկացիր, ասենք 3 անգամ շուռ էին գալի ես վերևներից։ Ամեն օր մի քանի անգամ մտնում ենք այս բասեինները։ Այս հենց մեր համարների մոտի բասեինն է, կոնկրետ այս մեկը ընտանեկան է ավելի շատ, ստեղ դաժե երաժշտությունը բանը հենց միացած, որ երեխեքին է քաշում, էլի, ասենք քնելու երաժշտությունն է։ Հենա, այսինքն սուստամ, սա մեծ մասը ընտանիքներով են։ Վերևներն էլ, բոլոր տեղերն էլ ընտանիք կան, այս Ռիքսս Ռադամեսի հավեսերն է, որ ինքը շատ թանկ հյուրանոց է, ամենալավն է ստեղ համարվում, բայց թե ջայլության համար, թե ընտանեկան իդեալական է, այսինքն ամեն ինչ պլանավորված է, էլի ստեղ։ Ահլելելե, ահլելաս։ Չացրի։ Արասի ջարդվավ ընկեր։ Ինչը։ Քաշի ջարդվավ։ Ուրը սա է։ Ահլելելե։ Ահլելելե։ Ահլելելե ենք մտնում, նայեք, եսի սիրուն տեղ եք մտնում, ուշադիր, նկարեք։ Ահլելելե։ 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 Հովո։ Vova. Ինչ վովա արա։ Vovo. Հովո։ Ահլելելե։ Ahlanas. Ժողովուրդ լայքերը դրեք եւ բաժանորդագրվեք ալիքին, այսինքն սիրուն բաները բաց թողելու համար։ Ահլելելե։ Վլոգի սկզբից էս է էլի ասում ժողովուրդն, որ սենց նավով սաղ սենց տանելու են ֆրստն մեզ։ We Հենա էսա։ Ասում ա կուզեք տակով անցնենք։
Yes. Մնաց ծովը, այսքան եկանք ծով չմտանք մենակ։ Նավակներից ամիջապես հետո գալիս ենք T-Bone ռեստորան, հատուկ steak ռեստորանն է, նայեք։ Բացի մեր այդ սովորական սափիրը, համարյա ամեն օր ստեղի էլի հյուրանոցի տարածքում գտնվող ռեստորաններն են գալիս, փորձում ենք շատ տարբեր ուտեստներ, մեկը մեկից համով է։ Երեք օրինակ այդ ձկնային ծովամթերքի ռեստորաններ։ Այսօր արդեն steak ռեստորան։ Եկավ։ Իրիկունով հավաքվել ենք, տարբեր խաղեր ենք խաղում, բլիբել, իմպոստեր, պանտամիմա, հեսա եթե լավ պահեր լինի, ձեզ սուս կտամ, բլիբելը դե տեսակ է, երեք օրինակ բլիբել խաղում էինք։ Դարի մուտիտ Օր 5-րդ, արդեն վերջին օրն է, վաղը առավոտ շուտ 7-ից 8-ից արդեն պետք է շարժվենք այրոպորտ, ինչպես եւ Գագիկ Շամշյանը ասում էր, այսօր անպամած է լինելու, հենց տենց էլ կա, տենց էլ էս 5 օրվա մեջ ոչ մեկս նորմալ ծովում չլողացանք, դաժե ափ համարյա չեն գնացել մի անգամ, նենց որ հիմա առաջի գործը այսօրվա գնում եմ ափ։ Հալո, ժողովուրդ եկա ափ ու մի անգամից զարմացա, որտեվ նայեք հələ ծովը նեղաց է, հետա գնաց է։ Համարյա սաղ աբս ծունգը սավալու եմ, զգուշ իշնեմ։ Նայ մարդի գնացեք հայլում են ուղակի ծովի մեջտեղը։ Կոնկրետ ծովը հետա քաշվել։ Նայեք, հեսա կարող աստ ինչ ասես, տենան գտնեն, գիտեք, չէ։ Օրո նայեք հələ ստեղ կարալներ են եղել ստեղ։ Ու ջուրը այնքան է հետ գնաց է, օրա հələ ստեղ։ Նայ պուճուր լիճա դառ էստեղ։ Իմիջիայլոց ստեղ գիտեք, չէ, օրենքով չի թույլատրվում կարալներ գողանալ, տանել, գողանալ չէ, վերցնել առհասարակ։ Կարամ պրինցիպի ոտասներս հանեմ, մատ առաջանանք նայենք ինչեր կա։ Աստղ, մաստղ, ինչ ասես, կարանք գտնենք, քանի ջուրը հետա գնաց է։ Ես ինձ չէին ների, եթե գոնե մի անգամ թեկուզ այս ոճով պես ծով չմտնեի։ Եկեք հələ մտնենք, տենենք, որ լիշքան է, բայց ջուրը հետ գնաց է, ժողովուրդ շատ կայֆ է։ Նայեք հələ ինչեր եմ գտեստ լիքը։ Ու ջուրը աստղեր են, նայ։ Աստղը թե բանա 8 ֆոտնուկներ են պուճուր։ Պասեք հեռախոսով նկարեմ հələ նայեք։ Լիքը է սենց պուճուր 8 ֆոտնուկներ։ Արա կամ էլ այդ աստղերն են, գիտես, չեմ կարա ասեմ սրանք ինչ են։ Հələ ինչ շատ են։ Սրանք երևի հենց ջուրը հետ է գնում, չորանում են աստղ են դառնում, թե չէ։ Մեծ կոմենտներում կգրեք սրանք ինչ են։ Մի քիչ վախում եմ կպնեմ ճիշտն ասած, չնայած եթե վախենալու լիներ, ստեղ կզգուշացնեին սաղին հանգած չկպնեք։ Այս սաղ սրանցից են, այդ որ նոր ցույց էի տալիս, սաղ։ Նայեք, ստեղ բայց չեն շարժում սրանք օրինակ սատկել են։ Էսի ջրի տակն է եղել 3 ու նայ որ հետ է քաշվել, այս տիպի է հետ քաշվել, էլի նայ, էսի ամբողջությամբ ջրի տակն է։ Դրա համար այսպես մնացել է ամեն ինչ։ Ռուսերեն ասում են պրիլիվներն ու ատլիվները, էլի։ Պրիլիվը երբ որ ջուրը հետ է գալիս, վերադառնում է, ատլիվը որ հետ է գնում։ Հիմա ատլիվ է եղել, հեսա պրիլիվ կլինի, էլի։ Մի քանի ժամվա ընթացքում երևի հələ ստեղ բա։ Չդիմացա վերցրի ժողովուրդ, նայեք ստեղ։ Էսի հենա նոր մեկից հարցրի, ասում է, այդ Մարսկոյի հետ աստղերի պես մի բան է, իրանց տենց ընտանիքից է։ Ու շատ հնարավոր է սրանք որ սենց չորանում են, տենց հենց աստղը դառնում են, ճիշտ է հասկացել էի, օպ օրա գնում օրը։ Հեսա բարձանում է վրս նայեք։ Adidas կապնվեք ինձ։ What is this? Ice cream. Ice cream. Mango? Orange pineapple. Pineapple. Thank you bro. Վաղը վերադառնում ենք հետ ու այս ամբողջ տուրի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել աղթամար տուրին, ընթացքում նշում էի, շատ էի քամել հարցնում ոնց է եկել, ոնց է հասել տեղ, ով է կազմակերպել եւ այլն։ Մի անգամից ասեմ, որ նաեւ այսօր աղթամար տուրի ծննդյան օրն է, մի խոսքով շատ շնորհակալ եմ այս ամբողջ թույն կազմակերպելու համար։ Կարող եք դիմել տարբեր երկրներ, տարբեր տուրեր, էջով կարող եք մտնել մի անգամից ամեն ինչ բարձ կլինի արդեն։ Ես շատ գոհ եմ, եթե իմ կարծիքն եք հարցնում, իդեպ հենց հիմա անձրև է գալիս։ Հիմա էլ Բարսայի խաղն է։ Նայում եմ Պտի կրվի Բարսան։ Օր 6-րդ արդեն եկել ենք reception, ստեղից մի հատ ցույց չեմ տվել, ամբողջությամբ սենց այդ
Մենք այն ներքևներն էինք մնում։ Այսա արդեն հավաքվում ենք, որ գնանք այրոպորտ ու հետ գանք Երևան։ Վերջ ժողովուրդ ջան, այսօրվա մեր վլոգը վերջացավ, արդեն գնում ենք Երևան, այս էլ մեր ինքնաթիռը, շնորհակալություն կազմակերպիչներին, անպայման լայքերը դրեք, բաժանորդագրվեք ալիքին, որ հաջորդ իմ ճանապարհորդությունները նույնպես ես sense նկարեմ վլոգ ցած։ Այսքանը։